Տավուշի մարզի նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցը հիմնադրվել է 1961 թվականին։ Այն քաղաքի եւ նախկին նոյեմբերյան շրջանի գյուղերի միակ առողջապահական հաստատությունն է, որը սպասարկում է 31,000 բնակչի։ Հիվանդանոցը պահպանելու համար անցած 50 տարում կատարվել են ընթացիկ նորոգումներ, բայց իրավիճակի եւ չափանիշների փոփոխությունը, վերակառուցումն ու հիմնանորոգումը դարձրել էին անհետաձգելի։ Տնօրեն Աշոտ Գյոզալյանի կարծիքով հիմնանորոգման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է շրջանի սահմանամերձ լինելու հանգամանքով։ Հիվանդանոցը ոչ միայն սպասարկում է ամբողջ տարածաշրջանի ժողովրդին, այլ նաև հենց առաջին օղակն է հանդիսանում, երբ լինում են վիրավորներ սահմանում կամ ինչ-որ դեպքեր կամ հիվանդություններ, որոնք անմիջապես դիմում են հիվանդանոց։ Այդ իսկ ինձ թվում է ոչ միայն կոնկրետ այս տարածաշրջանում, այլ բոլոր սահմանամերձ գոտիներում պետք է լինեն լավ վերանորոգված, լավ վերազինված հիվանդանոցներ։ Առողջապահության որակի ապահովման եւ անընդհատ բարձրացման համար էական է եւ բժիշկների մասնագիտական հմտությունը եւ ժամանակակից սարքավորումների առկայությունը։ Սակայն ամենակարևորը հիվանդների տրամադրվածությունն է, ինչի լինել-չլինելն առաջին հերթին կապվում է մաքրության ու հարմարավետության հետ։ Այսօրվա հիվանդը հիվանդանոց դիմելուց առաջ հաշվի առնում մի շարք նախապայմաններ։ Առաջներում օրինակ, երբ որ լավ չէին կահավորված, լավ չէր վիճակը, մարդիկ խուսափում էին պարկել հիվանդանոց, ելնելով այդ պայմաններից։ Հայաստան համահայկական հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի տեղական մարմինների նախաձեռնությամբ իրականացվող հիմնանորոգման ծրագիրը հարմարավետ, տրամադրող պայմաններ ստեղծելու նպատակ ունի։ Հիմնանորոգումը, որ կատարվում է այս հիվանդանոցում, շատ արդիական է, քանի որ համապատասխանեցված է այսօրվա պահանջներին։ Օրինակ տեսեք, առաջներում վերելակ չի եղել, իսկ հիմա արդեն կառուցվել է վերելակային հատվածը։ Բացի դա պալատները, հիվանդների հիվանդասենյակները, մանիպուլյացիոն սենյակները, վիրահատարանները նախագծվել է այնպես, որպեսզի մաքսիմալ հեշտ լինի, մաքսիմալ օգտավետ լինի աշխատանքը, որն էլ իհարկե դա ի վերջո ազդում է բուժման որակի վրա։ Նորոգման աշխատանքին զուգահեռ կատարվում են կառուցվածքային փոփոխություններ։ Այսուհետ նոյեմբերյանի հիվանդանոցը եւ պոլիկլինիկան լինելու են նույն շենքում եւ գործելու են որպես մեկ հաստատություն։ Հիվանդը գալիս է դիմում է պոլիկլինիկական մաս, կարիք կա նեղ մասնագետի կոնսուլտացիայի, նա ստիպված պետք է 3-4 կիլոմետր ենթադրենք տեղաշարժվի, կա հիվանդանոց, իսկ եթե այդ ամեն ինչը գտնվում է մեկ շենքում, մեկ միավորված կենտրոնում, ապա այդտեղ խնայվում է եւ մեծ ժամանակահատված եւ հիվանդին ցուցաբերած բուժօգնությունն ավելի որակյալ է լինում։ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի հայերի նվիրատվությամբ կարևոր փոփոխություն է կատարվում Հայաստանի սահմանամերձ շրջաններից մեկում, եւ այդ փոփոխության պատասխանը երախտագիտությունն է։ Ինչ պետք է ասել, միայն երախտագիտության խոսքեր, պետք է մենք շատ շնորհակալ ենք այդ մարդկանց, որոնց ուշադրության կենտրոնում մենք հանդիսացանք, որպեսզի այս մի գողտրիկ անկյունում Հայաստանի այս սահմանամերձ մի շրջանում եւս մի հիվանդանոց ծնվում է, այսպես կարելի է դա անվանել, որտեղ որ ժողովուրդը կվստահի, կդիմի հիվանդանոց եւ իր առողջության կազմակերպումը կձգտի տեղում իրականացնել։ Ու քանի որ այդ մարդկանց շնորհիվ է դա կատարվում, ամբողջ ժողովրդի անունից իրենց բոլորին մեծագույն շնորհակալություն։ Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերն իրականացվում են մեր հայրենակիցների նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն ցանկացած պահի նպաստում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր եւ ժամ չկա, օրն ու ժամը որոշողը դուք եք։ Այսօր, հիմա, ցանկության պահին։